Նստել ուղղաթիռը, պատրաստ ենք, գնում ենք, արագ, բոլորը ներս։ Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանու ձայնը լսվում էր հեռվում, ու միայն վերքերը վիրավոր հովի հուշում էին, որ դեռ պատերազմ է գնում։ Խրամատի մեջ մի պատանի զինվոր կարոդով նամակ էր գրում, նա հիշում էր տունը հայրենի, սևարած հայոց լեռներում։ Միլացի իմ մայրիկ, սպասիր ինձ, և ես գկամ, ես քեզ շատ եմ սիրում, կարոդերը իմ մայրիկ, ես հիշում եմ խոսքերը քո, սիրել հողը մեր հայրենի, ես հիշում եմ արցունքները քո, երբ պատմում էր ջարդերի մասին, ես հիշում եմ տունը մեր բահակի բարդին ծերացած, ես հիշում եմ խոխոջ լարվակի ու մանգագան խաղերը սանցած, ու լսվեց հրաման մի որոտ դղրդաց, ծանր արգերի տակ հողը տնքած, ձեռքին հրացան նամակը ծոցում պահած, տղան առաջ նետվեց ադամները սեղմած, պետք էր անցնել ընդամենը 100 լոկ 100 քայլ հայրենի հողի, բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ, և ինչքան երկար դաշտում այս կռվի, ու հանգարց կարծես լռեց ամեն ինչ, տղան հնձված հասքի պես ընկավ, ձեռքերում սեղմած նամակը ծակված, հայացքը ուղղած կապույտ երկնքին, նա նայում է կապույտ երկնքին ու հիշում է տունը հայրենի ու բագի բարդին ծերացած, որի տակ մայրը կսպասի նամակին։ Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանու ձայնը լսվում էր հեռվում, ու միայն մահամերձ ընկած հայորդին հայոց լեռների երգն են երգում, կարճ է իմ մտքով տուն, ուր իմ մայրն է